Ողջույն, կրթություն և արվեստ Էդուարդ երիտասարդական նախաձեռնության փոդքասթերի շրջանակում այսօր զրուցելու ենք Երևանի Պետական համալսարանի ֆիզիկա ինստիտուտի տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր պարոն Սահարյանի հետ։ Պարոն Սահարյան, այսօր մենք անընդհատ տեսնում ենք, որ խոսքը գնում տիեզերքի նվաճման, Մարսը բնակեցնելու մասին և բոլոր գիտական ժողովներում, կոնֆերանսներում տիեզերքի մասին խոսք է անընդհատ գնում։ Ուզում եմ իմանալ, արդյոք կա գիտական հատուկ ուղղություն, որը զբաղվում է տիեզերքի ուսումնասիրությամբ, և եթե այո, ապա ինչպիսին է այն Հայաստանում։ Շնորհակալություն նախ հրավերի համար, տիեզերաբանության հետ հարցերը պարզաբանելու։ Կարծում եմ սա լավ առիթ կլինի մեր համար, եւ նաեւ որ ուսանողների գուցե հետաքրքրությունը ավելի կշատանա այդ ուղղության նկատմամբ։ Իհարկե մարդը դեր վաղ ժամանակներից հետաքրքրություն է ցուցաբերել շրջակա աշխարհի կառուցվածքի, էվոլյուցիայի ընդհանուր հատկությունների վերաբերյալ։ Այդ հարցերը հետաքրքրել են մարդկությանը դեր ամենավաղ ժամանակներից սկսած, դա նաև կապ է ստեղծում փիլիսոփայության, գիտության եւ նաև ինչու՞ չէ կրոնի միջև։ Թե ինչպես է մեր աշխարհը առաջացել, որտեղից ենք գալիս, ինչ վիճակում ենք այսօր եւ ուր ենք գնում։ Առանձին ուղղությունը գիտության դա անվանում են տիեզերագիտություն կամ կոսմոլոգիա։ Այսինքն դա տիեզերքի որպես ամբողջություն հատկությունների եւ դինամիկայի ուսումնասիրման գիտական ուղղությունն է։ Հարցերը ես ասեցի, անցյալը, ներկան եւ ապագան։ Դա առանձին ուղղություն է գիտության, որը միավորում է եւ աստղաֆիզիկան, եւ ֆիզիկան, եւ աստղագիտությունը, տարբեր եւ այսօր մենք բավական նոր նվաճումներ ունենք այդ բնակավարում, ես հույս ունեմ որոշին մենք այս զրույցի ընթացքում կանդրադառնանք։ Իսկ Հայաստանում պահանջարկ ունի տիեզերագիտությունը, թե դեռ նոր է։ Կուզեի նշել, որ Հայաստանում աստղագիտությունը եղել է հիմնարար ուղղություններից, շնորհիվ Վիկտոր Համբարձումյանի, մենք ունեցել ենք աստղադիտարան, որ 60-ական թվականներին, ասենք, դիտակի տրամագծով աշխարհում առաջնայինն էր, եւ հայտնագործություններ են այնտեղ կատարվել աստղագիտությունից եւ ինչու՞ չէ նաեւ ավելի մեծ կազմավորումներից, ասենք, գալակտիկաների վերաբերյալ եւ այլն, ներկայումս նույնպես ակտիվ հետազոտություններ կատարվում են։ Բացի դրանից մեր Հայաստանում ուժեղ է եղել նաև տեսական աստղաֆիզիկայի ուղղությունը։ Մեր ամբիոնը, տեսական եւ մաթեմատիկական ֆիզիկայի ամբիոնը եղել է նախկին սովետական միությունում գերխիտ աստղերի հետազոտությունների համակարգման կենտրոն։ Համբարձումյանի եւ Սահակյանի պիոներական աշխատանքներից սկսած, այնուհետև այդ աշխատանքները շարունակվել են Սահակյանի աշակերտների կողմից, կարելի է ասել, որ գերխիտ աստղերի ուղղությամբ մեր ամբիոնը եղել է, ունեցել է դպրոց, եւ այդ աշակերտները, որոնք այնտեղ որպես գիտնական ձևավորվել են, այժմ աշխատում են աշխարհի տարբեր կենտրոններում։ Այդ իմաստով կարելի է ասել, որ Հայաստանը այդ հետազոտությունների ուղղությամբ եղել է կենտրոն, եւ այսօր ես նաև կարող եմ փաստել, որ այսօր դա մնում է կենտրոն, եւ հույս ունեմ, որ մեր երիտասարդները այդ տրադիցիաները նույն հաջողությամբ կշարունակեն, ինչ հաջողությամբ մեր ուսուցիչները փոխանցել են դրանք մեզ։ Շատ բարի, քանի որ խոսեցինք տիեզերքի մասին, կուզենայի, որ ներկայացնեք համառոտ կերպով տիեզերքի հիմնական կառուցվածքը, հատկապես այն ուսանողների համար, ովքեր որ շատ լսել են այդ մասին, բայց չեն պատկերացնում, թե ինչպիսին է տիեզերքը իրականում։ Դե եթե մենք ասենք, մենք սկսում ենք մեր ծանոթությունը շրջակա աշխարհի մեր անմիջական մոտակայքից։ Մենք սկզբում մարդը, ասենք, տեսել է սարեր, ծովեր, օվկիանոսներ, դրանք ճանաչումից, այնուհետև մենք հասկացել ենք, որ դա մի երկիր մոլորակի մաս է, որի, ասենք, կառուցվածքի պարզաբանումը բավական երկար է տևել։ Արդյոք դա ինչ-որ հարթ կառուցվածք է, թե ինքը գունդ է իրենից ներկայացնում եւ այլն։ Այնուհետև սկսել ենք ավելի հեռուն գնալ։ Երկինք ենք նայում, կան այնտեղ լուսատուներ, կա լուսին եւ այլն այդ բացատրությունները։ Գնացինք ավելի հեռուն, արդեն մենք տեսնում ենք, որ մեր երկիրը դա արեգակնային համակարգի մի մաս է, մոլորակներից մեկն է, որոնք իրենք պտտվում են արեգակի շուրջը։
Արեգակը արդեն կազմավորման ավելի մեծ միավոր է, դա արդեն աստղերն են։ Արեգակը սովորական աստղ է եւ իր զանգվածով, եւ լուսատվությամբ, եւ իր ասենք ձևավորման պատմությամբ, փուլորով եւ այլն։ Եթե մենք արդեն ավելի մեծ մասշտաբներ ենք գնում, արդեն աստղերը իրենք միավորվում են գալակտիկաների մեջ։ Դրանք աստղերի կազմավորումներ են, որոնք իրենց մեջ ներառում են, ասենք, սկսած միլիարդ աստղից 100 միլիարդ աստղեր մինչև կարող են գալակտիկաներում լինել։ Դրա օրինակ տիպային օրինակը դա մեր Ծիրկաթինն է, մեր գալակտիկան, այնուհետև եթե նորից ենք մենք ավելի հեռվից նայում մեր տիեզերքին, ապա մենք տեսնում ենք գալակտիկաների կապված համակարգեր կամ գալակտիկաների կույտեր։ Օրինակ մեր լոկալ խումբը գալակտիկաների, որի ամենամեծ ներկայացուցիչը դա Անդրոմեդայի մի կապակցությունն է, բացի դրանից կան ավելի փոքր ուրիշ գալակտիկաներ։ Դրանք իրար հետ կապված են գրավիտացիոն ուժերով։ Տիեզերական մասշտաբներում հիմնական ուժը, որ կառավարում է դինամիկան, դա գրավիտացիոն փոխազդեցությունն է։ Որտեղ գրավիտացիայի դեպքում ոնց որ թե վանողականություն չկա այս մասշտաբներում, ձգողականություն է եւ ասենք ի տարբերություն էլեկտրամագնիսականության, որտեղ դրական ու բացասական լիցքերը իրար կոմպենսացնում են, այստեղ արդեն այդ կոմպենսացումը չկա եւ դոմինանտ երակշիռ ուժը այդ մեծ մասշտաբներում գրավիտացիան։ Եվ գրավիտացիոն այդ կապված համակարգերը դրանք արդեն աստղերի գալակտիկաներ են անվանում, երբ ավելի մենք հեռվից ենք տիեզերքի նայում, արդեն այդ գալակտիկաների կույտերներն են իրար հետ ինչ-որ կապված համակարգեր կազմում, դրանք կլաստերներ են ասում եւ կան նաեւ գերկլաստերներ, գերկույտեր, որոնք ավելի մեծ այդ կույտերի մեծ միավորումներն են, որոնք նորից գրավիտացիոն կապված են։ Հիմա այստեղ հարց է առաջանում, եթե մենք ավելի հեռուն գնանք, արդյոք նոր կառուցվածքներ էլի կան, ասենք գերկույտեր, գերկույտեր եւ այլն, պարզվում է, որ ոչ։ Այսինքն այդ գերկույտերից մենք եթե ավելի մեծ մասշտաբներ ենք գնում, հիմնականում բաշխումը արդեն տիեզերքում նյութի լինում է համասեռ։ Դա անվանում են կոսմոլոգիական սկզբունք։ Այսինքն սկզբունքը հետևյալն է, որ մեծ մասշտաբներում, մեծ նկատի ունեմ, ավելի մեծ, քան այդ գերկույտերի չափերը, միջինում, ասենք, գերկույտերի թիվը տարբեր ուղղություններով, տարբեր տեղերում միջինում դա նույնն է։ Այսինքն մեծ մասշտաբներում տիեզերքում նյութի էներգիայի բաշխումը համասեռ է։ Փոքր մասշտաբներում մենք տեսանք, որ դա համասեռ չի, առանձին գալակտիկաներ են, կույտեր են, առանձին աստղեր են, բայց մեծ մասշտաբներում դա համեմատաբար համասեռ բաշխում է։ Դա առաջին կարևոր դիտողական տվյալներից է տիեզերքի վերաբերյալ։ Կան նաև այսպես կոչված իզոտրոպ հատկություն, ասենք, արդյոք բոլոր ուղղություններով հատկությունները նույնն են, եթե մենք նայենք մի ուղղությամբ, հետո մյուս ուղղությամբ, այդ հատկությունները նույնը կլինեն, թե չէ, պարզվում է մեր տիեզերքում, այո, այդ հատկություններն էլ ուղղությունից կարելի ասել համարյա կախված չեն, դա էլ անվանում են իզոտրոպություն հատկությունների եւ իզոտրոպությունը եւ համասեռությունը տեղից կախված չլինելը եւ ուղղությունից կախված չլինելը դա կազմում է կոսմոլոգիական սկզբունքի բովանդակություն։ Առաջի անգամ դա ձևակերպել է Ալբերտ Այնշտայնը, երբ առաջարկեց գրավիտացիոն իր տեսությունը, որը ճիշտ էր նաեւ մեծ արագությունների համար։ Դա անվանում են հարաբերականության ընդհանուր տեսություն։ Դա Նյուտոնի գրավիտացիոն տեսության ընդհանրացումներ մեծ արագությունների եւ ուժեղ դաշտերի համար։ Եվ առաջի փորձերից մեկը այդ տեսություն եք առաջարկում, դուք պետք է կիրառեք կոնկրետ երևույթներ բացատրելու համար։ Եվ տեսությունը կարող է գոյատևել որպես այդպիսին, եթե նա բացատրում է դիտողական տվյալները։ Կանխագուշակումներ է անում, որը հետո կարելի է ստուգել եւ այլն։ Եվ առաջի խնդիրներից մեկը, որ Ալբերտ Այնշտայնը փորձեց իր հավասարումների հիման վրա պարզաբանել, դա տիեզերքի որպես ամբողջության նկատմամբ կիրառությունն էր Այնշտայնի տեսության։
Այսինքն կարելի է ասել, որ դրանով դրվում է ժամանակակից կոսմոլոգիայի հիմքը։ Մինչ այդ իհարկե եղել է Նյուտոնի տեսության հիման վրա եւ այլն դրանք, բայց հիմնված արդեն գրավիտացիայի ռելատիվիստական տեսություն են ասում, այդ սկիզբը դրվել է Այնշտայնի աշխատանքներով։ Այդ իմաստով կարելի է ասել, որ Այնշտայնը բացի այն, որ գրավիտացիայի տեսություն է ինքը առաջարկել, նաև հիմք է դրել տիեզերագիտության ժամանակակից փուլի։ Երբ Այնշտայնը իր հավասարումները կիրառեց կոսմոլոգիական սկզբունքի ընդունելով, ստացվեց, որ եթե մեր տիեզերքում գերակշիռ նյութը դա այն է, ինչ որ մենք տեսնում ենք ատոմների, մոլեկուլների տեսքով եւ այլն, ապա տիեզերքը պետք է դինամիկ լինի։ Այսինքն, եթե ես խոսում էի գալակտիկաների մասին, գալակտիկաները, ասենք, իրար նկատմամբ, ասենք, սառած պատկեր չի դա լինելու։ Դա պիտի ըստ տեսության ինքը ընդարձակվեր կամ սեղմվեր, համասեռությունը միջինում մնում է նույնը, բայց գալակտիկաները իրարից պիտի հեռանային կամ մոտենային։ Այնշտայնը ինքը ուզում էր, որ սառած պատկեր ստացվեր։ Այն բանով, որ մեր տիեզերքը ստեղծվել է, դա իդեալական պիտի լինի, փոփոխությունների կարիք դա չունի։ Դրա համար նա իր հավասարումները գրավիտացիոն դաշտը նկարագրող, դրանք դիֆերենցիալ հավասարումներ են, փոխեց ներմուծելով գրավիտացիայի լրացուցիչ աղբյուր։ Մեր այդ նյութը, որ ես ասեցի, նա ձգողական գրավիտացիա է ստեղծում։ Եվ պետք էր մի հատ էլ աղբյուր մտցնել, որը այնպիսի գրավիտացիա ստեղծի, որ այդ ձգողությունը ինքը կոմպենսացնի։ Այսինքն, եթե ես հիմա բաժակը սենց պահում եմ եւ ուզում եմ, որ գրավիտացիայի նկատմամբ հավասարակշռություն լինի, չլինի, մի ուժ պետք է լինի, որ դրան հակակշռի։ Այդ ուժի իմաստը այն էր, որ տիեզերքում կա մի էներգիայի աղբյուր, որը կապված չէ ատոմների հետ, կապված չէ, ասենք, մասնիկների հետ, կապված չէ էլեկտրամագնիսական դաշտի հետ, կապված չէ ճառագայթման հետ։ Եթե մենք տիեզերքից պատկերացնենք, որ ամեն ինչ հեռացնում ենք, ինչ որ էներգիա էլի մնում է։ Այսինքն դա կարելի է ասել այդ իմաստով, որ դա դատարկության էներգիան է, կամ վակուումի էներգիան է, դա անվանում են նաև կոսմոլոգիական հաստատուն, դրան համապատասխանող էներգիան, ինչու են համարում հաստատուն, որովհետև երբ տիեզերքը ընդարձակվում է, դրա խտությունը էներգիայի չի փոխվում։ Մյուս տիպի էներգիաների խտությունը նվազում է, երբ ծավալը մեծանում է, էներգիայի խտությունը նվազում է ու, ասենք, դասական ֆիզիկոսների համար դա բնական է։ Այդ իմաստով վակուումի էներգիայի չնվազելը կարող է տարօրինակ թվալ, բայց դա ֆիզիկական օրենքներով է, դա ոչ մի հակասություն չկա ստանդարտ ֆիզիկայի օրենքների հետ։ Դրանից իհարկե հետո 30-ական թվականներին Էդինգտոնը ցույց տվեց, որ այդ սառած մոդելը Էյնշտեյնի, կամ ասում ենք ստատիկ մոդելը անկայուն է։ Անկայուն հավասարակշռություն է դա, եթե մի փոքր շեղվեք դրանից, արդեն նորից դինամիկ դուք մոդելին կգաք։ Դա 1917 թվականի կողմերներ այդ քննարկումը, 23-24 թվականներին Ֆրիդմանը, որ աշխատում էր Սանկտ Պետերբուրգում, համարձակություն ունեցավ այն տիեզերքը, ինչը որ ստացվում է Էյնշտեյնի տեսության նախնական տարբերակով, առանց փոփոխության, դրա հետևանքները քննարկել։ Արդյունքում ստացվեց, որ ասենք տիեզերքը ասեցի, որ պետք է ընդարձակվի այն իմաստով, որ հեռու գալակտիկաները մեզանից պետք է հեռանան։ Եվ երկու հոդվածներ նա գրեց, ներկայացրեց հրապարակման գերմանական ամսագիր ֆիզիկայի ուղղությամբ, եւ այդ հոդվածները գրախոսման ժամանակ Էյնշտեյնը սկզբնական իր կարծիքում գրում է, որ սխալ կա հավասարումների լուծումներում, դա քիչ հավանական էր, Ֆրիդմանը լավ մաթեմատիկոս էր եւ իր պատասխանում Ֆրիդմանը համոզում է, որ այնտեղ սխալ չկա։
Երկրորդ գրախոսության մեջ Էյնշտեյնը համաձայնվում է, որ աշխատանքը կարելի է տպագրել, բայց իր կարծիքը այն է, որ դա ֆիզիկական արժեք չունի, այսինքն այն իմաստով, որ դա լուծում է, բայց մեր տիեզերքի հետ կապ չունի դա։ Դա ինչ-որ մոդել է զուտ։ Այսինքն դա հավասարումները կարող են լուծումներ ունենալ, բայց այդ լուծումը կարող է չհամապատասխանի այն իրավիճակին ինքը, որովհետև բացի հավասարումից մենք նաև սկզբնական պայմաններ ունենք եւ այլն, որոնք արդեն կոնկրետ լուծումն են ֆիքսում։ Ու Ֆրիդմանը 1925 թվականին մահացավ, այդպես էլ իր աշխատանքների ճանաչումը նա չունեցավ։ 27 թվականին բելգիացի վանական Լեմետրը նույն աշխատանքները կատարեց։ Եվ Լեմետրը մի քայլ էլ առաջ գնաց, որ մեր տիեզերքը ըստ այդ լուծումների ընդարձակվում է, եւ եթե մենք հետ գնանք, ժամանակը հետ շրջենք, խտությունը պետք է մեծանա եւ այդ մի պահ պետք է գա, ոնց որ թե ինչ որ պայթունի սկզբնական մոմենտ լինի, այդ գերխիտ վիճակ լինի տիեզերքի եւ դա մեծ պայթուն, որ ասում են, դա նկատի ունեն։ Բայց եթե ճիշտ եմ հիշում, Զավեշտյանն այն էր, որ ինքը ֆրանսիայինով չէ, դեկրետ եւ գիտական լեզվի չիմացության պատճառով շատ տարածում չէր գտել։ Ինքը հոդվածը Լեմետրը տպել է բելգիական ոչ հայտնի այդքան ամսագրում, դրա համար Լեմետրի աշխատանքները նույնպես առանձնակի ուշադրության չարժանացան, մինչև 1929 թիվը, երբ Էդվին Հաբլը հերու գալակտիկաներից եկող լույսի սպեկտրալ գծերի շեղումը ուսումնասիրելու միջոցով տեսան, որ սպեկտրալ գծերը շեղված են դեպի մեծ ալիքի երկարությունների կողմը։ Այսինքն, եթե մենք գույնի տեսակետից խոսենք, շեղված են դեպի սպեկտրի կարմիր կողմը։ Այսինքն, եթե մենք այդ նույն լույսը, աղբյուրը ունենայինք այս լաբորատորիայում, դա կապույտ լույս կլիներ։ Իսկ հերու գալակտիկայում առաքված լույսը, որ գալիս հասնում է մեզ, դա նույն ալիքն է, ուղղակի նրա ալիքի երկարությունը մեծանում է։ Դրա համար դա անվանում են կարմիր շեղում։ Թե ինչքանով է դա փոխվում, դա կապված է արագության հետ, այն գալակտիկայի, որ մեզանից հեռանում է։ Հիմա ստացվում է, որ մենք լաբորատորիայում չափում ենք այդ կարմիր շեղումը եւ կարող ենք ասել, թե այդ գալակտիկան ինչ արագությամբ է մեզնից հեռանում։ Եվ գրաֆիկ գծեց Հաբլը գալակտիկայի հեռավորությունից կախված կարմիր շեղումը, որը այդ կարմիր շեղումն էլ հենց արագության հետ է կապվում։ Այսինքն, հերու գալակտիկայի արագությունը ինչպես է կախված մեզանից ունեցած նրա հեռավորությունից։ Կապն Հաբլի հաստատունով չէ՞ արդեն։ Կապը ստացվեց բավական մոտ գծային է, իհարկե այնտեղ կան նաև լոկալ շարժման արագություններ գալակ, բայց հերու գալակտիկաների համար այդ արագությունները շատ ավելի փոքր են, քան հեռացման արագությունը։ Այսինքն գալակտիկան ինչքան հեռու է, այնքան այդ գծային օրենքին այդ շեղումները ավելի քիչ։ Դա կոչվում է Հաբլի օրենք։ Հաբլը դրան եկավ դիտողական տվյալներից ելնելով։ Բայց այդ նույն օրենքը ստացվում է, եթե մենք տեսական մոդելն ենք վերցնում Ֆրիդմանի օրինակ ստացած հավասարումներից կամ Լեմետրի։ Դրա համար 30 թվականների սկզբին Էյնշտեյնը տեսնելով, որ մեր իրոք գալակտիկաները հեռանում են եւ մեր տիեզերքը սառած չի, նա հրաժարվեց իր հավասարումներում այդ լրացուցիչ անդամի ներմուծումից, համարելով դա իր կյանքի ամենամեծ սխալներից մեկը։ Այսինքն նա նորից վերադարձավ հարաբերականության ընդհանուր տեսության նախնական տարբերակին։ Հետաքրքիր է, որ Հաբլի օրենքը գրված է նաև Լեմետրի աշխատանքում, բայց Լեմետրի աշխատանքը հետո է թարգմանվել անգլերեն։ Ու չգիտեմ, ի զարմանս դերը ինչն է եղել, որ ֆրանսիական տարբերակում Հաբլի օրենքի մած պարբերություն կա, որտեղ այդ օրենքը գրած է։ Եվ համեմատականության գործակիցը նույնպես գնահատված է։ Բայց այդ մասը անգլերեն թարգմանությունում չկա, չի թարգմանված։ Իսկ հանուն արդարության նա պետք է գրեն Լեմետր Հաբլի։ Այսինքն մենք չգիտենք Հաբլը տեղյակ էր դրա մասին, թե չէ։
Ամենայն հավանականությամբ տեղյակ չէր, որտեղ թարգմանությունը հետո է եղել, դրա հետ կապված 2010 թվականից հետո բավական ակտիվ քննարկումներ եղան, բայց եզրակացությունը այն էր, որ ամենայն հավանականությամբ Հաբլը դրա մասին տեղյակ չէր։ Այստեղ հետաքրքիր հարց է այդ գործակցի գնահատումը։ Մենք ասում ենք, որ արագությունը հավասար է Հաբլի հաստատուն անգամ հեռավորություն։ Այդ Հաբլի հաստատունի արժեքը ինչպիսին է։ Քանի որ այն ժամանակ հեռավորությունների գնահատման ճշտությունը այնքան էլ լավ չէր, սխալներ կային, Հաբլը դա գնահատեց մոտ 500 կմ/վայրկյան 1 մակապարսեկ մեզնից հեռու գալակտիկայի համար։ Մեկապարսեկը դա միլիոն պարսեկն է, իսկ 1 պարսեկը 3.26 լուսատարի է։ Լույսը մի տարում ինչքան հեռավորություն կանցնի, դա 1 լուսատարին է։ 1 պարսեկն էլ 3 անգամ 26 դա, իսկ մեկապարսեկը միլիոն անգամ պարսեկ։ Ու ըստ այն ժամանակ, բայց այսօրվա ըստ գնահատականների դա մոտ 70 կմ/վայրկյան է։ 1 մեկապարսեկի վրա։ Այսինքն տեսեք ինչքան տարբերություն է տալիս։ Հետաքրքիր է, որ դեռ այն ժամանակ 50-ական թվականներին Վիկտոր Համբարձումյանը, ես չգիտեմ, ասենք ինչ հիմքերից ելնելով, ասում էր, որ դա պետք է լինի մոտ 50 կմ, այսինքն իր գուշակումը կամ, չգիտեմ, երևի լավ ինքը գուցե նաև բավական հիմքեր ուներ, իրականությանը բավական մոտ էր դա։ Այսինքն ուրեմն մենք ինչ ունենք։ Ունենք տիեզերք մեծ մասշտաբներում համասեռ եւ իզոտրոպ, եւ այդ տիեզերքը ընդարձակվում է։ Դա այսօր հիմնական դիտողական տվյալներից է։ Մեկ այլ դիտողական տվյալ դա այն է, որ մեր տիեզերքը լցված է մի ճառագայթմամբ, որը անվանում են ռելիկտային ճառագայթում կամ մնացորդային, որը ամենուրեք է։ Դա կոնկրետ աստղերի, գալակտիկաների ճառագայթման հետ կապված չէ։ Դա ինքը մի ճառագայթման ֆոն է, որ ամենուրեք կա։ Եվ դրա գոյությունը մեծ պայթյունի մոդելը բացատրում է։ Իսկ ինչպես է դա գրանցվել մնացորդային ճառագայթումը։ Ուրեմն Լեմետրը ասաց, որ վաղ պահերին տիեզերքը շատ խիտ է եղել, որտեղ եթե այսօր հեռանում են, հետո հետ ենք գնում, դրանք ավելի մոտ էին եղել, խտությունը մեծ է եղել։ Ինքան խիտ, որ ասենք առանձին աստղեր էլ չեն եղել, որտեղ այդ աստղերի չափերից էլ ավելի, ասենք փոքր տիրույթներ են, որոնք կան, այսինքն նյութը եղել է մասնիկների տեսքով, ճառագայթման տեսքով, բոլոր մասնիկները եղել են։ Մի մասնիկը մյուսին է վերածվել, այսինքն էլեկտրոն-պոզիտրոնային զույգը վերածվել է ֆոտոնի։ Ֆոտոնի էներգիան էլ այնքան է եղել, որ ծնել է էլեկտրոններ, պոզիտրոններ եւ այլն։ Այսինքն մասնիկները դինամիկ հավասարակշռության մեջ են եղել։ Լեմետրի եզրակացություններից մեկը, բայց արդեն 30-ական թվականներին, այն է եղել, որ նաև ջերմաստիճանն է բարձր եղել վաղ պահերին։ Դրա համար մոդելը անվանում են տաք մեծ պայթյուն։ Դրանով առանձին զբաղվել է Գամովը իր խմբի հետ, որ եւ իրանք հիմնական եզրակացություններից մեկը այն է եղել, որ եթե տաք մեծ պայթյունի մոդելը ճիշտ է, այսօր պետք է լինի էլեկտրամագնիսական ճառագայթման ֆոն տիեզերքում, որը, ինչպես ասեցի, կապված չպիտի լինի առանձին գալակտիկաների, աստղերի, առաքած լույսի հետ։ Դա որտեղից է մնացել, քանի որ վաղ տիեզերքում ուղղակի եղել են մասնիկներ եւ ճառագայթում։ Հիմա եթե ասենք եղել են սկզբում նույնքան էլեկտրոններ, ինչքան պոզիտրոններ, նույնքան պրոտոններ, ինչքան հակապրոտոններ։ Հիմա տիեզերքը, որ ընդարձակվել է, ջերմաստիճանը նվազել է, սառել է։ Հիմա եթե էլեկտրոնը ունի իր հակամասնիկը, դրանք աննիհիլացվում են, ֆոտոնի են վերածվում։ Մնում են միայն այն մասնիկները, որոնք իրանց հակամասնիկը չունեն, կամ այն մասնիկները, որոնց մասնիկների եւ հակամասնիկների թիվը ճշգրիտ նույնը չի եղել։ Ասենք, այնքան հակամասնիկը եթե քիչ է եղել, բոլորը մասնիկների հետ վերացել են, բայց ինչ որ մասնիկներ մնացել են։ Դա առանձին հարց է։ Այդ
ոչ սիմետրիան որտեղից է գալիս։ Դա առանձին հարց է, որ կոսմոլոգիայում ակտիվ քննարկվում է։ Հիմա մեր հարցը հետևյալն է, թե արդեն այդ ռելիկտային ճառագայթումը որտեղից է գալիս։ Հիմա այդ ֆոտոնները վաղ տիեզերքում եղել են մասնիկները էլեկտրամագնիսական ճառագայթում, բայց ֆոտոնը ինքը իր հակամասնիկը չունի, նա չի վերանում։ Հիմա ինչ պետք է կատարվի այդ ճառագայթման հետ։ Տիեզերքը ընդարձակվում է, ճառագայթումը պետք է սառի։ Այսինքն այդ ճառագայթման ջերմաստիճանը պետք է նվազի։ Ուրեմն բարձր ջերմաստիճաններ են եղել, նվազել է եւ այսօրվա ըստ գնահատականների դրա ջերմաստիճանը կազմում է մոտ 2.7 աստիճան Կելվին։ Այսինքն դա շատ մոտ է բացարձակ 0-ին, այդքան սառել է։ Իսկ ընդհանրապես ռելիկտային ճառագայթման հնարավոր է տիեզերքի տարիքը փաստորեն որոշել, հաշվառելով որ դա եղել է մեծ բայ։ Այո, դա էլ է օգտագործվում գնահատելու համար, հետաքրքիր պատմություն է այդ ռելիկտային ճառագայթման դիտողական հայտնաբերումը։ Այն ժամանակ նույնիսկ հարաբերականության ընդհանուր տեսությունը այդքան ակտիվ քննարկման առարկա չէր։ Էլ չեմ ասում ռելիկտային ճառագայթումը կամ այդ կոսմոլոգիական մոդելները։ 64 թվականին ռադիոաստղադիտակ էր փորձարկվում, նոր դիտակ էր, պետք էր փորձարկել, ինչպիսին է ճշտությունը, ինչ ալիքներ է գրանցում, ինչպիսին է շեմը, զգայունությունը եւ այլն։ Երբ դիտակը փորձարկում էին, տեսան, որ դիտակը երկնակամարի որ կետին էլ ուղեք, ինչ որ աղմուկ մնում է, որից ոչ մի ձև ազատվել չի մնում։ Դա ճառագայթում էր, որի արեքի երկարությունը միլիմետրական տիրույթում էր։ Այսինքն դա կոնկրետ աստղերի հետ կապված չէր, դա կոնկրետ գալակտիկայի հետ կապված չէր։ Դա միշտ մնում էր որպես աղմուկ։ Դա հեղինակները, որոնք դիտումները անում էին, Պենզիասը եւ Վիլսոնն էին։ Դե նրանք ծանոթ չէին ռելիկտային ճառագայթման գաղափարին, որ տաք տիեզերքի մոդելը դա գուշակում է։ Այդ պատճառով իրանք այդ մեկնաբանությունը կապել իրենց հայտնագործությունը ռելիկտային ճառագայթման հետ, այդ քայլը իրենք չարեցին։ Դա կատարեց մեկ այլ խումբ, որը արդեն գրավիտացիոն ֆիզիկոսների խումբ էր, որոնք ոլորտը լավ գիտեին եւ որոնք էլ զբաղված էին նույնպես դիտակ սարքելով դա գրանցելու համար։ Ուղղակի դրանք մոտ մի տարի ուշացան։ Նրանք այդ կապը հաստատեցին, որ ինչ որ Պենզիասը եւ Վիլսոնը հայտնաբերել են, դա այն ռելիկտային ճառագայթումն է, ինչը տաք մեծ պայթյունի մոդելը գուշակել է եւ Պենզիասը ու Վիլսոնը Նոբելյան մրցանակ ստացան։ Հետաքրքիր է, որ 55 թվականին Ռուսաստանում աշխատող հայ գիտնական Շմավոնովը հոդված է հրատարակում, որը կարծեմ 56 թվականին է հրատարակվել, ռուսալեզու էլեկտրոնիկային վերաբերող ամսագրում, որտեղ նա հոդվածում գրում է, որ ինքը այդ ճառագայթում է գրանցել, այդպիսի, որի ջերմաստիճանը մոտ 4-5 աստիճան Կելվին է եղել։ Այսինքն դա կարելի ասել, որ ռելիկտային ճառագայթման ավելի վաղ հայտնաբերում է, բայց այդ աշխատանքը առանձնակի ուշադրության այդ իմաստով չի արժանացել, դե ինքն էլ, որտեղ տեսության հետ ծանոթ չէ, բայց նույն իրավիճակում եղել են Պենզիասը ու Վիլսոնը, այդ իմաստով ասենք, ինչ-որ առավելություն ես կարծում եմ Շմավոնովի նկատմամբ իրանք չունեն, ուղղակի աշխատանքը հայտնի չի եղել, դրա համար Նոբելյան մրցանակը նրանք են ստացել։ Որպես մարդ բնակիչ տիեզերքում ապրող, միշտ մեզ հետաքրքրում է, թե մենք ենք տիեզերքի կենտրոնում, թե առասակ ինչը կամ ով է տիեզերքի կենտրոնում։ Կա այս հարցի պատասխանը։ Դա շատ լավ հարց է, որովհետև երբ մենք խոսում ենք, փորձում ենք հանրամատչելի բացատրել մեծ պայթյունը, շատերը դա պատկերացնում են, որ մեր աշխարհը կա, այս ամեն ինչ դատարկ է եղել եւ հանգարց ինչ-որ մի կետում ռումբի նման մի բան պայթել է, որից առաջացել է նյութը, առաջացել է ամեն ինչ։ Պետք է ասեմ, որ դա շատ սխալ պատկերացում է, որովհետև եթե այդպեսին լիներ, իհարկե տիեզերքը համասարտ չէր կարող լինել, չէ՞։ Եթե ռումբը պայթում է, ցանկացած պահի պայթման, ինչ որ սֆերա կա, որից դուրս դել այդ բեկորները չեն հասել եւ բարձր է, որ համասարություն լինել չի կարող։ Այդ ռումբի պայթյունի դեպքում կա կենտրոն, որից այդ բանը ստեղծվել է։ Մեծ պայթյունը ինքը նման է նրան, որ ես դա ուսանողների համար երևի ամենահասկանալի պատկերացումն է։ Պատկերացրեք, որ մենք
էակներ ենք, որոնք ոչ թե 3 չափ են, այլ 2 չափ են։ Եվ մեր տարածությունը ինքը մակերևույթ է, ասենք մրջյուններ ունենք, որ այս շարժվում են ու իրանք այդ մի չափը չեն էլ տեսնում։ Հիմա պատկերացնենք, որ այդ աշխարհը, որում այդ մրջյունները շարժվում են, ոչ թե սեղանի մակերեսն է, այլ փուչիկի մակերևույթն է։ Իրանց համար, իրանց աշխարհը այդ փուչիկի մակերևույթն է, ներս դուրս այդպիսի հասկացություն չկա։ Նրանք շարժվում են այդ փուչիկի մակերևույթի վրայով։ Հիմա մենք պատկերացնենք, որ այդ փուչիկը սկզբում շատ փոքր էր, համարյա կետ էր, ու սկսում ենք փչել։ Այդ մրջյունի համար իր աշխարհը ծնվում է այդ պահին, չէ՞, առաջ չկար։ Այսինքն իր տարածությունը ծնվեց այդ մեծ պայթունի պահին։ Եվ ասենք հիմա փուչիկը ընդարձակվում է։ Ինչ է ստացվում։ Փուչիկի վրա ինչ 2 կետել դնեք, նրանք իրարից հեռանում են։ Փուչիկի բոլոր կետերը իրարից հեռանում են։ Կենտրոն կա փուչիկի վրա, չկա։ Մենք դրան ենք նման։ Մեր գալակտիկաները կետեր են այդ փուչիկի վրա, մեր տիեզերքը ընդարձակվում է բոլորը։ Այսինքն մեզ կարող էր թվալ, թե լավ, Հաբլը չափեց, բոլոր գալակտիկաները մեզնից հեռանում են։ Ու շարավղային ուղղությամբ։ Այսինքն մենք աշխարհի կենտրոնում ենք, որտեղ բոլորը մեզնից են հեռանում։ Բայց Հաբլի օրենքի էությունը այն է, որ դուք որտեղ էլ գտնվեք, տիեզերքի նույն բանը կտենաք։ Եթե գտնվեք հեռու գալակտիկայի վրա, նրա նկատմամբ էլ մենք ենք հեռանում եւ նա նորից նույն պատկերն է տեսնում։ Այդ իմաստով տիեզերքի կենտրոն չկա։ Բայց մյուս հարցը այն է, թե արդյոք մեր տիեզերքը վերջավոր է, թե անվերջ է։ Ես փուչիկի օրինակը բերի։ Եթե մեր տիեզերքը փուչիկի նման է, կա այդպիսի մոդել, դա անվանում են Այնշտայնի մոդել։ Այդ դեպքում մեր տիեզերքի ծավալը վերջավոր է։ Եվ եթե մենք գնանք անընդհատ մի ուղղությամբ, կգանք նույն կետը։ Դա մոդելներից մեկն է։ 3 տարբերակ է հնարավոր, մեկը ասենք կարող է հարթն է, էլի ես երկչափի անալոգով եմ խոսում, բայց իրականում մենք մի չափ պետք է մեծանանք, որտեղ մեր տարածությունը եռաչափ է։ Ուղղակի մենք ինչի ենք երկչափը լավ հասկանում, որովհետև եռաչափից մենք երկչափը նայում ենք։ Կա հարթ մոդելը, երբ հարթ է, կա փակ մոդել, որ սվերայի է նման, եւ կա բաց մոդել, որը թամբաձև մակերևույթի է նման։ Ու այդ տիեզերքներում արդեն երկրաչափությունը տարբեր է։ Օրինակ փակ մոդելում, եթե եռանկյուն վերցնեք, ներքին անկյունների գումարը 170 աշճանից մեծ է։ Երկրաչափությունը ասում եմ ոչ Էվկլիդեսյան է։ Իսկ եթե դուք վերցնեք բաց մոդելը 170-ից փոքր է, հարթի դեպքում ուղղակի 180։ Իսկ ընդհանրապես գնահատված է, թե դեռ ինչքան մեր տիեզերքը կարող է գոյություն ունել, քանի միլիարդ տարի, թե դեռ նման գնահատական տալ հնարավոր չէ։ Գնահատականները իհարկե կա, մենք այդ օրենքը ունենք, մենք օգտագործելով մեր տեսությունը, Այնշտայնի տեսությունը գրավիտացիայի, մենք դինամիկան ենք նաև այդ տեսությամբ տեսնում, որը դիտողական տվյալներով լավ հաստատվում է։ Այսինքն, օրինակ այդ տեսությունը ասում է, որ գալակտիկայի այս հեռացման արագությունը, ասենք, վաղ պահերին այսքան էր լինում, ավելի վաղ պահերին այսքան է։ Տեսությունը դա ասում է։ Մենք դիտումներով էլ ենք դա տեսնում, որտեղ եթե այսօր մենք հեռու գալակտիկայի լույսն ենք տեսնում, դա առաքվել է շատ ավելի վաղ, որտեղ նրան ժամանակ է պետք մինչև մեզ հասնի։ Բացի դրանից ռելիկտային ճառագայթումն է կարևոր դեր խաղում։ Այդ բոլոր դիտողական տվյալները իմի բերելով, նաև համեմատելով տեսության հետ, գնահատվում է, որ մեր տիեզերքը մոտ 13.8 միլիարդ տարի է։ Այսինքն այդ մեծ պայթունը, որ եղավ, մեր տարածությունը ծնվեց, նաև ժամանակի հասկացությունն էլ է այդ ժամանակ ձևավորվում։ Այսինքն, եթե ես խոսում եմ տարածության մասին, ապա նաև ժամանակի հասկացությունն էլ պիտի լինի։ Տարածությունը եւ ժամանակը դրանք իրար հետ սերտ կապված հասկացություններ են։ Եվ մոտ, ասեցի, մոտ 14 միլիարդ տարի է։ Մյուս հարցը, որ, ասենք, մեզ բոլորիս կհետաքրքրի, իսկ ապագայում մեզ ինչ է սպասվում։ Ինչպիսին կլինի տիեզերքը, ասենք, նորից, ասենք, 5 միլիարդ տարի հետո կամ 10 միլիարդ տարի հետո։ Դա կախված է, թե տիեզերքի էներգիայի պարունակությունը ինչպես կպահի իրան։
Օրինակ այսօրվա եթե խոսենք էներգիայի պարունակությունից, թե ինչ տեսքով է էներգիան այսօր տիեզերքի, մոտ մեզ դիտվող նյութը, այսինքն որից մենք էլեկտրամագնիսական ազդանշան ենք ստանում, դա ընդամենը 5%-ն է կազմում տիեզերքի ամբողջ էներգիայի։ Մոտ 25%-ը անվանում են մութ նյութ։ Դա տեղայնացված է գալակտիկաների ներսում, գալակտիկաների կույտերում։ Մութ են անվանում, որովհետև նա մեզ էլեկտրամագնիսական ճառագայթումը մենք ամենայն դեպս այն տիրույթներում, այն զգայունությամբ, ինչ որ մեր սարքերն են, մենք չենք գրանցում։ Եվ կա մոտ 70%-ը մութ էներգիա։ Մութ էներգիան ավելի համասեռ է բաշխված տիեզերքում, այսինքն նա գալակտիկաներում, ասենք, շատ լինի, միջգալակտիկական նյութում քիչ, դա այդպես չի, դա համասեռ է բաշխված եւ կարևորը առավել այն է, որ նրա ստեղծած գրավիտացիան բանողականը։ Այնշտայնի տեսությամբ դա հնարավոր է։ Նյուտոնի տեսությամբ, եթե ձեր մոտ զանգվածը դրական է, գրավիտացիան ձգողական է լինում միշտ։ Այնշտայնի տեսությամբ դա հնարավոր է, որ գրավիտացիան լինի բանողական։ Եվ գիտեք զարմանալին ինչ է, որ մութ էներգիայի հատկությունները դիտողական առավել լավ համաձայնեցված են, եթե մենք համարենք, որ մութ էներգիայի դերում կոսմոլոգիական հաստատումն է։ Այն հաստատումը, որ Էյնշտեյնը ենթադրեց, որպեսզի սառած տիեզերք ստանա։ Մյուս կողմից, եթե այսօր գերակշիռ աղբյուր է տիեզերքում վանողական գրավիտացիա ստեղծող է, դա բերում է նրան, որ տիեզերքի արագացումը գնալով ընդարձակումը արագանում է։ Դա ամենախոշոր հայտնագործություններից էր, որ կատարվեց անցյալ դարի վերջին, դա դիտողական հայտնաբերում է։ Դիտումների միջոցով մարդիկ համեմատեցին գալակտիկաների հեռու արագությունները, ասենք մի գալակտիկայի, որ մեզնից հեռացած է, ասենք 100 մեգապարսեկ, մեկ ուրիշինը 200 մեգապարսեկ։ 200 մեգապարսեկից եկող լույսը, որ մենք գրանցում ենք, նա ավելի վաղ է առաքվել։ Հետևաբար մենք կարող ենք ավելի վաղ պահերի բնութագրերը համեմատել ավելի ուշ պահերի հետ եւ այդտեղ տեսնում ենք, որ ներկա փուլում տիեզերքի ընդարձակումը արագացումով է։ Այսինքն եւ մութ էներգիան պետք է դրա համար։ Հարցը այն է, թե ինչ կկատարվի ապագայում։ Եթե այդ մութ էներգիայի հետ որևէ բան չկատարվի, այսինքն մենք ֆիզիկայում դա անվանում ենք փուլային անցում։ Փուլային անցումը, երբ մի տեսակի էներգիան վերածվում է մեկ ուրիշ տեսակի էներգիայի։ Օրինակ, վակուումի էներգիան կարող է մասնիկների էներգիայի վերածվել։ Եթե այդպիսի փուլային անցում չլինի, ապա մեր տիեզերքը հավերժ կընդարձակվի։ Ավելին, այն գալակտիկաները, որ մենք այսօր տեսնում ենք, վաղը կարող է չտեսնենք, նրանք մեր հորիզոնից դուրս են գալիս։ Պատկերացրեք, ասենք, մենք երկրի վրա հորիզոն ունենք ու մեքենան գնում է ու հորիզոնից դուրս է գալիս, նա արդեն մեր հորիզոնի մեջ չի։ Նույնը գալակտիկաների հետ կկատարվի։ Այսինքն, այն օբյեկտների թիվը, որոնք մենք կարող ենք տեսնել ապագայում, դրանց թիվը կպակասի։ Բայց կարող է փուլային անցում լինել, երբ այդ էներգիան վերածվի մեկ ուրիշ տիպի էներգիայի, մութ էներգիան վերածվի այնպիսի էներգիայի աղբյուրի, որի գրավիտացիան արդեն ձգողական է։ Այդ դեպքում նաև տարբերակ կա, որ տիեզերքը ընդարձակվի, հասնի մաքսիմալ չափերի, հետո սեղմվի։ Ու գա, ասենք, նորից մեծ պայթյունի հակառակ իրավիճակը, դա մեծ ճայթյուն ասենք, որ փուչիկը սեղմը գնաց, հետո սկսեց սեղմել, էլի եկավ կետ դառը։ Այդ տարբերակն է կախված։ Ցավոք այսօր գուցե եւ բարեբախտաբար ձեր համար մութ էներգիայի կրողը մենք չգիտենք, թե ինչն է դա։ Դա արդյոք կոսմոլոգիական հաստատումն է ճշգրիտ, թե տարբերություններ կան։ Դա պետք է դիտումները ասեն եւ այսօր մեծ նախագծեր կան, դրանցից մեկը կոչվում է DESI, որի հիմնական նպատակներից մեկը
այդ բնույթը բարձելն է։ Դրանից կախված կլինի, թե ինչպիսին կլինի մեր տիեզերքի ապագան։ Բայց ասեմ, որ ուղղակի մեզ վտանգ իհարկե չի սպառնում, որտեղ դրանք տիեզերագիտական մասշտաբներ են, միլիարդավոր տարիներ եւ այլն։ Գոնե մեր սերունդը չի տեսնի այդ բանը։ Մենք ուղղակի պետք է աշխատենք, որ մենք ինքներս մեզ ավելի վնաս չտանք, քան բնությունը եւ այդպեսին։ Շատ հետաքրքիր էր, քանի որ տիեզերքի մասին առաջ կարող ենք խոսել, մեր ոդքասթը կարող է շատ երկար է, բայց կարծում եմ, որ մեզ հաջողվեց ձեր միջոցով ընդհանուր գաղափար եւ պատկերացում տալ տիեզերքի եւ տիեզերագիտության արդի հիմնախնդիրների մասին։ Շատ շնորհակալ եմ ոդքասթի համար։ Ուղղակի ես ասեմ, որ ձեր համար կոսմոլոգիայում բավական հիմնարար խնդիրներ կան, օրինակ խնդիրներից մեկը մենք խոսեցինք Հաբլի հաստատունի մասին, չէ՞։ Հիմա երկու տարբեր եղանակներով չափումները տարբեր արդյունքներ են տալիս, ու դա սխալի սահմաններից դուրս է։ Դա այսօր խնդիր է, որ դրված է գիտնականների առաջ։ Այսինքն դա կոսմոլոգիան, տիեզերագիտությունը մի ուղղություն է, որ դա ինքը նախ սերտ փիլիսոփայության հետ կապ ունի, որտեղ կյանքի ծագում եւ բան ամեն ինչը դրա ստորադաս է։ Եվ այսօր դա պատահական չի, որ ակտիվ հետազոտություններ են կատարվում եւ մեծ գումարներ են հատկացվում տիեզերական հետազոտությունների համար, ու պատահական էլ չի, որ վերջի, ասենք, 20 տարիների ֆիզիկայի Նոբելյան մրցանակների 5-ը տրվել է հենց այդ ուղղությամբ, որտեղ այդ հայտնագործությունները հիմնարար են, դրանք աշխարհայացք փոխող են։ Այդ իմաստով դա դինամիկ ուղղություն է եւ կարծում եմ, որ ովքեր որ այդ ուղղությունը կընտրեն, համենայն դեպս իրենց ողջավորության, իմացության բավարարման տեսակետից հաստատ չեն դուր։ Շատ լավ է, ես վստահ եմ, որ մեր ուսանողներին կհետաքրքրի այս ոլորտը եւ նրանք ել ավելի նոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակով։ Շնորհակալություն, եթե առանձին հարցեր կլինի, ես ուսանողներին կոչ եմ անում մոդենալ ֆիզիկայի ինստիտուտ, մեր ամբիոն քննարկել, միասին գուցե լավ իդեաներ կունենան իրանք, թե ինչպես կարելի է այդ խնդիրները լուծել, որտեղ մեր մոտ մենք լավ տեսությունները գիտենք, ինչ որ իմաստով դա քարացած է, դա մեզ երբեմն խանգարում է այլ տեսակետներից նայել խնդիր։ Իսկ խնդիրներ կան, որոնք լուծումը պահանջում է բոլորովին այլ տեսակետից նայել, օրինակ տիպիկ օրինակ է քվանտային ֆիզիկայի ձևավորումը եւ այլն։ Շնորհակալություն հրավերի համար։ Կհանդիպենք հաջորդ ոդքասթի ընթացքում։